Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարև ձեզ։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում վարչապետը կարճատև առանձնազրույց է ունեցել նաև Թրամփի հետ, իսկ հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է նա շփվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին և սոցիալական ցանցերում հրապարակել միջոցառման կադրեր, ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամ է խաղաղության ամրապնդմանը նպաստելու իր ջանքերը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն նիստին մասնակցել են խորհրդին միացած պետությունների ղեկավարներ, վարչապետեր և արտաքին գործերի նախարարներ, իսկ հայկական պատվիրակության կազմում ներկա է եղել նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստից առաջ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ ողջույնից հետո շփումներ են եղել նաև փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ։ Մեկ այլ տեսանյութում երևում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական շփումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոյևը։ Նիստի ընթացքում նախագահ Թրամփը անդրադարձել է տարբեր միջազգային հակամարտությունների թեմային, խոսելով նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքից։ Նրա խոսքով երկար տարիների դիմակայունությունից հետո կողմերը նշանակալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ, ինչի համար շնորհակալ եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Քննարկումների առանցքային ուղղություններից մեկը եղել է նաև Գազայի խաղաղության օգնության ծրագիրը և առաջիկա քայլերը։ Ամերիկյան և միջազգային մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ նիստում հայտարարվել է, որ որոշ երկրներ պարտավորվում են վերականգնման և օգնության ծրագրերի շրջանակում ֆինանսական աջակցություն տրամադրել։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը X-ում նշել է, որ Ադրբեջանը չի նախատեսում մասնակցել նիստում հայտարարված 7 միլիարդ դոլարանոց ֆինանսական նախաձեռնությանը, ընդգծելով, որ անհրաժեշտ է հստակություն մտցնել այս հարցում։ Միաժամանակ Հաջիևն անդրադարձել է նաև Ալիևի և Փաշինյանի հանդիպմանն ու ձեռքսեղմանը, նշելով խաղաղություն բառի ֆոնին այդ պահը խոր իմաստ ունի։ Հիշեցնենք, որ խորհրդի կանոնադրությունը Հայաստանը որպես հիմնադիր անդամ ստորագրել է հունվարի 22-ին Դավոսում։ Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է արել, նշելով, որ վերադառնում է Հայաստան խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ցուցարարների են ծեծել, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների անվտանգության աշխատակիցները ծեծել են ցուցարարներին, քանի որ նրանք պաստառներ են պարզել և կարգախոսներ վանկարկել, պանջելով քաղբանտարկյալների ազատ արձակում ու Ադրբեջանում ընդդիմության հետապնդումների դադարեցում։ Ադրբեջանի իշխանությունների կամ Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի եղել։ Ադրբեջանի լրատվամիջոցները հաղորդել են, որ ցուցարարները փորձել են անկարգություններ հրահրել և ներխուժել հյուրանոց։ Ցուցարարները հերքում են այս մեղադրանքները, նրանք պնդում են, թե իրենց ցույցը խաղաղ բնույթ է կրել։ Իդեպ տեղի ունեցածին անդրադարձել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Լորա Ֆրիդմանը։ Նա նշել է, թե Թրամփը Ադրբեջանին ներառել է իր խաղաղության խորհրդի հիմնադիրների շարքում, բայց այս տեսանյութում տեղի ունեցողը ամեն ինչ է բացի խաղաղությունից։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանը անպատիժ կերպով ներմուծի իր հարձակումները ցուցարարների և խոսքի ազատության վրա Միացյալ Նահանգներ։ Այս հարձակման մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն, գրել է ամերիկացի կոնգրեսականը։ ԱՄՆ կոնգրեսը պարտավորեցել է Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը և էթնիկ հայերի Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները վերադառնալու իրավունքը։ Դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ 119-րդ գումարման կոնգրես ներկայացված օրինագիծը հստակ պահանջներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ։ Փաստաթղթի երկրորդ Հայաստանի անվտանգային աջակցության վերանայում բաժնում ամրագրված 5 առանցքային կետերով ԱՄՆ օրենսդիր մարմինը պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերությունները, պարտավորեցնելով վերջինիս ճանաչել էթնիկ հայերի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը, նաև երաշխավորել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը։ Կարևոր է արձանագրել, որ փաստաթուղթը պարտավորեցնում է Ադրբեջանին ամբողջությամբ դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, դադարեցնել թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ։ Մինչ Միացյալ Նահանգների կոնգրեսը փորձում է օրինագիծ ընդունել, Բաքվում հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նշվում է, որ մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկության, ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։
Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարի ազատազրկման, մեղավոր ճանաչելով խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն եւ ահաբեկչության ֆինանսավորում հոդվածներով։ Դատավճիռը լայն արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային իրավապաշտպան շրջանակներում։ Վարդանյանի ընտանիքն ու պաշտպանները նշում են, որ դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում, առանց լիարժեք կապի միջազգային փաստաբանների հետ եւ առանց անկախ լրատվամիջոցների մասնակցության, ինչը խախտում է եւ միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի ներքին օրենսդրության պահանջները։ Նրանք պնդում են, որ ապացույցները չեն հիմնավորվել, իսկ դատավարությունը քաղաքական մոտիվներով է ընթացել։ Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում իրավական պաշտպանության միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարության անկախ լրատվամիջոցների մասնակցությունից։ Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում եւ այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով եւ նույնիսկ ադրբեջանական օրենքներով արդար դատաքննության չափանիշների հետ։ Բաքվում պահվող գերիներից Ռուբեն Վարդանյանի դատավճիռը վերջինն էր։ Ավելի վաղ Ադրբեջանի զինվորական դատարանը վճիռ էր կայացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների եւ գերության մեջ պահվող մյուս հայերի նկատմամբ։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նաեւ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը եւ նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ՑՄՀ ազատազրկման, իսկ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը 20 տարի ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադատ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը ստացել են 19 տարի, Գարիկ Մարտիրոսյանը 18, իսկ Դավիթ Ալավերդյանն ու Լևոն Բալայանը 16 տարի ազատազրկում։ Այս ցուցակում են նաեւ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Վասիլ Բեգլարյանը, որոնք ստացել են 15 տարվա ազատազրկում։ Ռուբեն Վարդանյանի եւ մյուս դատապարտյալների վերաբերյալ միջազգային արձագանքներում ընդգծվում է, որ դատական ամբողջ գործընթացը չի համապատասխանել արդար դատաքննության միջազգային չափանիշներին։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին անում ապահովել լիարժեք, թափանցիկ եւ անկախ դատական նիստեր, ներառյալ միջնորդական մեխանիզմների կիրառումն ու միջազգային փաստաբանների մասնակցությունը, ինչը իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել է փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։ Հրաժարվելով մասնակցել արդարադատության իմիտացիային, Ռուբեն Վարդանյանը խոսել է արժանապատվության, պատասխանատվության եւ խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։ Я 10 числа выступил. Փետրվարի 10-ին հանդես եկա եզրափակիչ խոսքով փաստաբանին արգելելով ներկայացնել պաշտպանական փաստարկներ, որովհետև տեղի ունեցողը համարում եմ ոչ թե դատ, այլ դատական ֆարս, քանի որ դատական նորմալ գործընթացի որևէ հնարավորություն չի եղել։ Ուստի չնայած դատավորների դիմադրությանը փաստաբանը չներկայացրեց որևէ փաստարկ կամ հիմնավորում։ Իսկ ես խոսեցի շատ կարճ, չեմ ուզում կրկնել, հիմնական մտքերի մասին արդեն խոսել եմ դեկտեմբերին, բայց ես կարդացի մի կարևոր բանաստեղծություն, որը կցանկանայի կարդալ նաև ձեզ համար, եւ այնտեղ երկու բանաստեղծություն եմ կարդացել։ Հիմա ուզում եմ դրանցից մեկը ներկայացնել ձեզ, ու այն ավելի շատ երևի Հայաստանի մասին է, քան այն վայրի, որտեղ ես գտնվում եմ։ Այս բանաստեղծությունը գրվել է 16-րդ դարի սկզբին, հեղինակը ադրբեջանցի գրող Ֆիզուլին է, ռուսերեն թարգմանությունը Վլադիմիր Լուկովսկոյի։ То, что я сказал, и хочу еще раз сказать, что мы должны понимать, что Ասել ու կրկնում եմ, պետք է հասկանանք, որ մեզ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով։ Առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև կրկնում եմ, խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։ Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի։ Ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միմիայն մեզնից։ Ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու, մեր կարողությունից չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում։ Դատին ասել ու 3 անգամ կրկնել եմ այն, ինչն ասելուց ինձ փորձում էին ընդհատել։ Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Այն, որ Արցախը եղել է, կա եւ կլինի։ Վարդանյանի ընտանիքը եւ պաշտպաններն ընդգծում են, որ այս դատավճիռները ոչ միայն մեկ անձի կամ խմբի դեմ են, այլև արտացոլում են ավելի լայն քաղաքական մոտեցում հայ ժողովրդի եւ նախկին պաշտոնյաների նկատմամբ։ Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունը եւ անհիմն լինելը։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ։ Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն։ Մենք շարունակելու ենք նրա եւ մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման
ստեղծման ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին միջազգային իրավունքին համահունչ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու եւ իրավունքները պաշտպանելու համար։ Այս դատավարություններն ըստ փորձագետների խարխլել են վստահությունը միջազգային իրավունքի նկատմամբ եւ ազդել տարածաշրջանային խաղաղության կառուցման գործընթացների վրա, քանի որ դրանք ընկալվում են որպես քաղաքական մոտեցում, այլ ոչ թե բացառապես իրավական ակտ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի Հայաստան ու Ադրբեջան այցերից հետո Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ նաև փորձագետներ հանդես են գալիս հայտարարություններով, հնչեցնում գնահատականներ, որոնցից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ ակտիվությունը Հարավային Կովկասում մեղմ ասած այնքան էլ չի ոգևորել Մոսկվային։ ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա հերթական ճեպազրույցում ևս խոսել է Հայաստան-ԱՄՆ գործակցության, մասնավորապես Հայաստանում ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցման մասին եւ ոչ միայն։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի Հայաստան այցից հետո ռուսական կողմը շտապեց արձագանքել եւ եզրակացություններ անել այցի արդյունքների հետ կապված։ Մոսկվային հատկապես անհանգստացրել էր ամերիկյան կողմի հետ խաղաղ միջուկային գործակցության վերաբերյալ բանակցություններն ու համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի միջև։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ամերիկյան նոր տեխնոլոգիաներով մոդուլային ատոմակայան կառուցելու մասին։ Vance-ը ուղիղ հայտարարել էր, որ ամերիկյան մոդուլային ռեակտորները կհասնեն Հայաստան, իսկ համաձայնագիրը փաստաթղթով ստացել է 1-2-3 անվանումը։ Մենք շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային գործակցության թիվ 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները, երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհը ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Հայաստանն այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, եւ սա տեղի ունենում վարչապետի առաջնորդության շնորհիվ։ Թիվ 1-2-3 փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանում անհանգստության պատճառ է դարձել, մասնավորապես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում Ռուսաստանում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ է համարում աշխատել, բայց հավելել է, փոքր մոդուլային ատոմակայաններ գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, այլ առհասարակ։ Դրանք առհասարակ գոյություն չունեն, դրանք միայն թղթի վրա են, որտեղ են արդեն շահագործվում։ Մի շարք հայկական լրատվամիջոցներ շտապեցին լուրը մատուցել, որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում, սակայն առանցքայինը նախագծի ֆինանսական հարցն է։ Ռուսաստանի կողմի տեղեկություններով խոսքը ոչ թե Միացյալ Նահանգների ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը։ Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIP հիմնադրամի միջոցով, որը ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Սակայն այս պահին այդ հիմնադրամը դեռևս ստեղծված չէ։ Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանել է բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը, շարունակել է Զախարովան, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որին առաջարկել է Ռուսաստանին հայկական երկաթուղիների կոնսերցիոն կառավարման իրավունքը վաճառել մի երկրի, որը բարեկամական է թե Երևանի, թե Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանի եւ մի շարք երկրների միջև լարված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը բացասաբար է անդրադառնում դրա մրցունակության վրա։ Այդ հայտարարությունները տարօրինակ են եւ քիչ ընդունելի։ Հայկական երկաթուղիները ավելի քան 20 տարի գտնվում են հարավկովկասյան երկաթուղիների կառավարման ներքո, եւ այս ընթացքում ռուսական ընկերությունը հետևողականորեն կատարել է համաձայնագրի բոլոր պայմանները։ Ռուսաստանը զգալի ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների եւ շարժակազմի մեջ, ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը իմ կարծիքով պետք է հաշվի առնեն նաեւ նրանք, ովքեր ցանկանում են բարձրաձայնել այս հարցի մասին Հայաստանում։ Զախարովան նշել է, թե Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի առաջարկը համարում են տարօրինակ եւ գրեթե անհնար, իսկ Ռուսաստանը կշարունակի ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում ապահովելու դրանց անխափան աշխատանքը։ Հայաստանում Արցախից բռնի տեղահանվածների հարցը աստիճանաբար տեղափոխվում է նոր փուլ հումանիտար հրատապությունից դեպի երկարաժամկետ ինտեգրման քաղաքականություն։ Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան 3-րդ ամենամյա համաժողովում քննարկվել է Արցախից բռնի տեղահանվածներին առնչվող մարտահրավերները։
2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100,000 արցախցի բռնի տեղահանվեց ու դարձավ փախստական։ Այսօր մոտ 2.5 տարի անց օրակարգում այլևս միայն շտապօգնությունը չէ, այլև նրանց արժանապատիվ ինտեգրումն է հասարակությանը, ապահովելով բնակարանով, աշխատանքով, հոգեբանական կայունությամբ եւ տեղական որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու հնարավորությամբ։ Այս թեման բարձրաձայնվել է ժողովրդավարական անվտանգության հայաստանյան 3-րդ ամենամյա համաժողովի ընթացքում, որտեղի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաեւ Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած ինտեգրման մարտահրավերները։ Ընդգծվեց, որ խնդիրը վաղուց դուրս է եկել հումանիտար շտապ արձագանքի շրջանակից եւ տեղափոխվել երկարաժամկետ քաղաքականությունների դաշտ։ Պանելային քննարկման ընթացքում փախստականների հարցերով էստոնական խորհրդի ներկայացուցիչ Միջերիտա Խաչատրյանը հայտնեց, որ խորհուրդը 2023 թվականից հետո մասնաճյուղ է բացել Հայաստանում, կենտրոնանալով Արցախից տեղահանվածների կարիքների վրա եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է լայն ծրագիր երկու ուղղությամբ։ Նրանցից մեկը ձեր կողմից նշված համայնքային խորհուրդների ծրագիրն է։ Տվյալ պահին ունենք համայնքային փախստականների համայնքային խորհուրդներ 4 վայրերում՝ Եղեգնաձորում, Գյումրիում, Դիլիջանում եւ Երևանում, բայց դրանցով փորձում ենք հնարավորինս Հայաստանի բոլոր մարզերում եւ համայնքներում ապրող արցախցիներին տալ հնարավորություններ մասնակցելու այս հարթակին, որի միջոցով իրենք կարող են բարձրաձայնել իրենց ձայնը, մասնակցել որոշումների կայացման process-ին եւ տեղական մակարդակում եւ նաեւ ազգային մակարդակում, ինչպես նաեւ փորձում ենք նաեւ խորհուրդների միջոցով հզորացնել նրանց կարողությունները, որպեսզի հնարավորինս կարողանան նրանք ինքնաճարտակողությամբ զբաղվեն, ինքնուրույն գործելու կարողություն զարգացնեն։ Ծրագրի մյուս բաղադրիչն էլ ինքնօգնության խմբերի սոցիալ-հոգեբանական խնդիրների հասցեագրման, հոգեբանական աջակցության, նաև բիզնես դասընթացների ու փոքր դրամաշնորհների միջոցով եկամուտ ստեղծելու եւ համայնքներում ներառման գործընթացն է։ Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Արցախի նախկին падգամավոր Հայկ Խանոմյանը շեշտեց, որ ծրագրերը հաճախ մշակվել են ընդհանուր դիտանկյունից, առանց Արցախի տարբեր շրջանների տնտեսության առանձնահատկությունները հաշվի առնելու։ Նրա խոսքով շրջանների ոլորտային տարբերությունը չտեսնելը սահմանափակում է ծրագրերի արդյունավետությունը։ Խանոմյանը նաև նշեց, որ կարճաժամկետ եւ մասամբ միջնաժամկետ աջակցությունը որոշ կայունություն տվեց, բայց երկարաժամկետ քաղաքականությունում անհրաժեշտ են ավելի խորքային լուծումներ սոցիալական բնակարանաշինության եւ նոր բնակֆոնդի ձևավորման ուղղությամբ։ Սակայն ակնհայտ էր, որ ավելի երկարաժամկետ ծրագրեր կազմելու եւ իրականացնելու առումով կառավարությունը բավարար կարողություններ չունի կամ համենայն դեպս գնաց այն ճանապարհով, որ իրեն ծանոթ էր։ Նույն բնականային ապահովման ծրագիրը գնաց հին եղանակով, ինչ որ արվել էր 20 թվականի Արցախի որոշ շրջաններից բռնագաղթված բնակիչների համար, այսինքն բնականների գնման վկայականի ձևով։ Ես կարծում եմ, որ այլ ձև պետք է անեին, հատկապես խրախուսեին նոր կառուցվող բնակֆոնդը, որովհետև այն ծրագիրը, որ այսօր իրականացնում է, լուրջ տնտեսական նաև խնդիրներ է առաջացնում Հայաստանի տարբեր մարզերում։ Ենթադրենք նույն Վաղարշապատում, Հայաստանում, Իջևանում, այլ մարզկենտրոններում, որտեղ բնակարանների գնման վկայականի 1 հոգու համարաժեք 4 միլիոն է, բերել է անշարժ գույքի էական թանկացում։ Ազգային ժողովի падգամավոր Զարուհի Բաթոյանն էլ ներկայացրեց բնակարանային ապահովման ծրագրերի վերջին տվյալները, նշելով, որ 4629 ընտանիք ստացել է հավաստագիր, 2055-ը արդեն տուն է գնել։ Նա թվարկեց աջակցության հիմնական գործիքները՝ սերտիֆիկատային եւ հիպոթեքի սուբսիդավորման ծրագրեր Երևանում ու մարզերում, ընդգծելով նաեւ սոցիալական բնակֆոնդի սղությունը եւ համայնքներում սոցիալական աշխատանքի ոլորտում բացերը, հատկապես մարդկանց իրազեկման առումով։ Նա եւս անդրադարձավ սոցիալական բնակֆոնդի հետ կապված խնդիրներին, նշելով. Մենք շատ լուրջ խնդիրներ ունենք եւ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների Հայաստան ուրեմն ժամանմամբ, Հայաստան տեղափոխմամբ այդ խնդիրները մեզ համար շատ ավելի ակնհայտ դարձան։ Առաջին հերթին սոցիալական բնակարանների բնակֆոնդի բացակայությունը ես կարող եմ ասել, որովհետև այնինչ ունենք շատ սուղ է, գրեթե արդեն զբաղեցված է եւ հետեւաբար մենք նույնիսկ այս ոլորտում այս պահին շատ արագ փորձում ենք քայլեր ձեռնարկել, որովհետև բացի այս բնակարանային ապահովման ծրագիրը մենք նաեւ
ծրագրեր ենք նախատեսում, այսինքն միայնակ ապրող կամ երկու անդամ ունեցող ընտանիքների համար, որոնց պարագայում բնականաբար ավելի դժվար կլինի հավաստագրով բնակարանի ձեռքբերումը, հետևաբար այս ուղղությամբ եւս մենք սկսել ենք ավելի արագ քայլեր ձեռնարկել։ Բանախոսներն ընդգծեցին, որ եթե ծրագրերը շարունակեն գործել ընդհանուր մոտեցմամբ, առանց մարզային ու խմբային առանձնահատկությունները հաշվի առնելու, ապա նույն միջոցները տարբեր վայրերում նույն արդյունքը չեն տալու։ Իսկ իրական առաջընթացը չափվում է ոչ միայն թվերով, այլև զարգացողությամբ, թե մարդիկ որքանով են իրենց նոր համայնքում դառնում ոչ թե պարզապես տեղափոխված, այլ լիարժեք ու արժանապատիվ կյանք կառուցող քաղաքացիներ։ Շարունակում ենք թողարկումը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են փողոցներում առաջացած վտանգավոր փոսերի վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Ավինյանը շեշտել է, որ քաղաքում կան փոսեր, որոնք սովորական անհարմարությունից վերածվում են իրական վտանգի եւ դրանց պետք է տրվի բացարձակ առաջնահերթություն։ Նիստում անդրադարձ է եղել նաեւ մանկապարտեզների կառուցման աշխատանքներին։ Քաղաքում կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, շեշտելով, որ ռիսկային հատվածներում աշխատանքների մասին դեռ 3-4 օր առաջ է խոսել։ Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը զեկուցել է, որ ուրբաթ օրվանից մեկնարկել են փոսալեցման հիմնական աշխատանքները։ Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին ասֆալտապատվել է շուրջ 2100 քառակուսի մետր տարածք, իրականացվել է 1000-ից ավելի տեղային լուծում, իսկ քաղաքապետարան ստացած ահազանգերի թիվը հատել է 300-ը։ Նրա խոսքով շաբաթ օրը նաև տեղումների խնդիր է եղել։ Տեղումների հետևանքով որոշ հատվածներում փոսալեցման նյութը լվացվել է, իսկ մեքենաների ծանրաբեռնվածության պայմաններում վնասվել։ Ավինյանը հետաքրքրվել է Շիրակի փողոցի մեծ փոսերի ուղղությամբ իրականացված աշխատանքներով, ինչին ի պատասխան Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրելյանը նշել է. Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս բային չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից նաև մեր կողմից աշխատանքներ են տարվելու այդ մեծ փոսերը, որ կա, լսնենք, որպեսզի հետագայում նոր այդ ես ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի, էլի։ Իմաստը որն է իմ 3-4 օր առաջ ասելու այդ ռիսկային հատվածներում աշխատանք անելու, մինչև որ փոսալցումը կգա կհասնի։ Թույլ կտաք։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, անկեղծ ասած մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվաց է մեքենանի հետ տարել։ Շատ լավ։ Խնդրում եմ շաբաթվա ընթացքում անընդհատ տեսա լուսանկարը հանեք այն ինչ աշխատանք անում եք, ծավալներով, տոկոսայինով օրվա վերջում ես միշտ ստանամ ինչ է կարել, պարոն Թևոս։ Ինչքան կա տոկոսայինը, ինչքանն է արվել։ Ինչքանն է հիմնական արվել, ինչքանն է ժամանակավոր լուծում տրվել։ Նիստում քննարկվել է ձնամաքրումից հետո մայրաքաղաքում մնացած ավազի մաքրման խնդիրը։ Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներն արագ կազմակերպել, նշելով, որ ավազը չի կարելի երկար թողնել կույտերով, հատկապես հնարավոր տեղումների պայմանում, եւ այն պետք է անմիջապես հավաքվի։ Այնուհետև ավականին անցել է նոր Խարբերդում մանկապարտեզի կառուցման թեմային, արձանագրելով, որ նախագիծը մոտ 1 տարի ուշացել է բյուրոկրատական քաշքշուկների պատճառով։ Նրա խոսքով պատճառը հողատարածքի սխալ դասակարգումներ, ինչի հետևանքով տարբեր գերատեսչությունների հետ երկար ժամանակ է ծախսվել պարզաբանումների վրա, մինչդեռ հնարավոր էր դեռ 1 տարի առաջ հայտարարել շինարարության մրցույթը եւ այսօր ունենալ ակտիվ շինարարական փուլ։ Քաղաքապետը շեշտել է. Էլի սխալը մերն է միանշանակ եւ դրա համար միգուցե կարող է ինչ-որ մեկին պետքա խաչել, բայց մի տարի այդ սխալը ուղղելու վրա մենք չպետք է ծախսենք։ Չպետք է, էլի, վստահաբար չպետք է։ Նամանավանդ եթե մենք ենք դրա պատասխանատուն։ Այսինքն քաղաքական պատասխանատվությունը հասկանում եք, կրում ենք մենք։ Նոր Խարբերդցիներին այդ մանկապարտեզը խոսք եմ տվել ես։ Ու մեր բոլոր գերատեսչությունները պետքա այդ process-ում ունենան մասնակցություն ու ասեն դե գիտեք ոնց մի հատ էս հարցին է պատասխանեք, մի հատ այն հարցին է պատասխանեք ու մի տարի մենք հարցերի պատասխանենք։ Սա նորմալ չի։ Սա նորմալ չի։ Եվ երթիմում մենք պետք է անդրադառնանք այս հարցերին, պարոն Մարգարյան, որովհետև սա նորմալ չի։ Չենք կարող մենք մի տարի հողի կատեգորիայի հարց քննարկենք։
ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բոլոր գերատեսչությունների նկատմամբ։ Մի տարի հողի կատեգորիայի հարց քննարկենք։ Նոր Խարբերդում, այսինքն մի տարի առաջ մոտավորապես մենք կարողա շինարարության մրցույթը կարողանայինք հայտարարած լինենք, հիմա ակտիվ փուլում լիներ Նոր Խարբերդի մանկապարտեզը տարվա վերջում են միգուցե կառուցված պատրաստի։ Նոր Խարբերդցիները կարողանային իրենց երեխաներին տանել այդ մանկապարտեզ։ Մանկապարտեզների կառուցման աշխատանքների շրջանակում անդրադարձ է եղել նաև Կիլիկիա թաղամասին, որտեղ շինարարության երկարաձգումը քաղաքապետը կապել է տարածքային հարցերի եւ որոշ խոշոր սեփականատերերի հետ բարդ բանակցությունների հետ։ Նրա խոսքով քննարկումները ցույց են տվել, որ համաձայնության հասնելը հնարավոր չէ եւ քաղաքապետարանը պետք է առաջնորդվի հանրային շահի տրամաբանությամբ, նման պահանջները երկրորդական դարձնելով։ Ինչ վերաբերում է Ծարավաղբյուր թաղամասում նոր մանկապարտեզի կառուցմանը, ըստ շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանի, այն կմեկնարկի մոտորերս։ Մրցույթն արդեն կայացել է, կան հաղթողներ եւ ֆինանսավորում։ Նախագծվող մանկապարտեզի մասնաշենքը 3 հարկանի է, շենքը ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության եւ ջեռուցման համակարգերով, տանիքում տեղադրվելու են արևային, ֆոտովոլտային եւ արևային ջրատաքացուցիչ համակարգեր։ Շենքում նախատեսվում է տեղադրել հակահրդեհային ահազանգման եւ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր։ Բաքում նախատեսված է կառուցել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ։ Քաղաքապետը հանձնարարել է նաև քննարկել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, նշելով, որ թեև մեկ անգամ արդեն բարձրացում եղել է, բայց մեկնարկային աշխատավարձերը դեռ շարունակում են մնալ ցածր եւ անհրաժեշտ է նոր լուծում, անկախ բյուջետային հավելյալ բեռից։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում օրակարգ է բերվել նաև քաղաքային առողջապահական ուղղությունը։ Քաղաքապետը հայտնել է, որ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում հնարավոր կլինի իրականացնել մանկական ուղեղային կաթվածի վիրահատություններ, դա դիտարկելով որպես կարևոր ձեռքբերում։ Նա ընդգծել է, որ քաղաքին պատկանող բուժկենտրոնների նպատակը շուկայում հավասարակշռություն պահելն է, փակելով այն ոլորտները, որտեղ մասնավոր սեկտորը միշտ չէ, որ շահագրգռված է, բայց ծառայության պահանջը մեծ է։ 2025 թվականին չնայած էներգետիկ համակարգում արձանագրված ներդրումներին եւ շուկայական փոփոխություններին Հայաստանում էլեկտրաէներգիայի եւ բնական գազի սակագները չեն փոխվել։ Այս մասին հայտնել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը, ներկայացնելով տարվա սակագնային քաղաքականության արդյունքները։ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ էներգետիկ համակարգը փոփոխման փուլում է, որի համար կատարվել է 69 միլիարդ դրամի ներդրում։ Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը խոսել է նաև մոդուլային ատոմակայանի մասին։ Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգում, մոդուլային նոր հզորությունների նախագծում, վերականգնվող էներգետիկայի արագ աճ, շուկայի ազատականացման խորացում եւ տասնյակ միլիարդավոր դրամների ներդրումներ։ Հայաստանի էներգետիկ համակարգը թևակողում է խորքային վերափոխումների շրջան։ Ամփոփիչ ասուլիսում Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրեց ոլորտի հիմնական զարգացումները, անդրադառնալով թե հանրային մտահոգություններին, թե կոնկրետ թվերին։ Հաշվի առնելով սակագների վրա ազդող բոլոր դրական եւ բացասական գործոնները, սպառողների վաճառվող էլեկտրական էներգիայի եւ բնական գազի սակագները 25 թվականի համար չեն բարձրացել եւ մնացել են նույնը։ Աշխարհի առնվազն 15 երկրում այս պահին նախագծման եւ սերտիֆիկացման փուլում է 51 մոդուլային ատոմակայան եւ Հայաստանը գտնվում է նույն փուլում։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահի խոսքով այս նախագծի վերաբերյալ պնդումները, թե ամերիկացիներն առաջին փորձարկումները իրականացնում են հենց Հայաստանում, չեն համապատասխանում իրականությանը։ Նրա ձևակերպմամբ գաղափարը դեռ կյանքի չկոչված փխրուն ենթադրությունների վրա վատաբանելը ընդունելի չէ։ Մեսրոպ Մեսրոպյանը շեշտեց մոդուլային ատոմակայանների մի քանի կարևոր առավելությունները։ Առաջինը պասիվ անվտանգության համակարգն է, վթարային իրավիճակում էներգիա չլինի եւ պոմպերը չաշխատեն, սառեցման գործընթացը կիրականացվի առանց մարդու միջամտության։ Մոդուլային այս տիպի ատոմակայանները 80-ից 90%-ով իրենց հիմնական բաղկացուցիչ սարքավորումները եւ մասերը արտադրվելու են արտադրող գործարաններում։ Եվ միայն տեղափոխվելու են տարածք այն երկիր, որտեղ որ պետք է տեղակայվեն եւ լեգոյի սկզբունքով հավաքվելու են դրանք։ Այսինքն եւ ժամանակի մեջ շինարարության, եւ շինարարության սխալանքի, եւ անվտանգության առումով սրանք շատ ավելի բարձր դասի ատոմակայաններ են, քան այն ինչ որ այսօր ունենք։
Ըստ Մեսրոպյանի վերջին օրերին արևային եղանակը ցույց է տվել համակարգի առկա սահմանափակումները։ Ցերեկային սպառումը 1100-ից 1200 մեգավատից նվազել է մինչև 650-ից 700 մեգավատ։ Մինչդեռ արևային կայանները շարունակում են աշխատել ամբողջ հզորությամբ։ Արդյունքում բեռնաթափվել են ջերմային կայանները, անջատվել է Երևանի ջեկը, իսկ գործողատոմակայանը ստիպված է աշխատել բեռնաթափված շատ վատ անթույլատրելի ռեժիմում։ Փոքր մոդուլային կայանների դեպքում նման իրավիճակներից հնարավոր կլինի խուսափել։ Ապրիլից էլ հայկական ատոմային էլեկտրակայանը մեծ հավանականությամբ 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից վերանորոգման նպատակով։ Սակայն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, էլեկտրաէներգիայի դեֆիցիտի մտավախություն չկա։ Նրա խոսքով դեռ խորհրդային տարիներից Հայաստանը շարունակել է սպառումը գերազանցող տեղակայված հզորություններ, ուստի ցանկացած կանգառ հնարավոր է փոխարինել այլ գեներացիայով։ Հարցը կարող է լինել միայն սակագնի վրա ազդեցությունը։ Այդ բացը լրացվում է այլ կայանների ավել աշխատանքի ճանապարհով։ Հետևաբար վստահեցնում եմ ձեզ, որ նման մտավախություն չունենք։ Էներգետիկ համակարգում նկատվում է նաև վերականգնվող էներգետիկայի զգալի աճ։ 2025 թվականին ինքնավար էներգաարտադրողների թիվն ավելացել է 18810-ով հասնելով 50059-ի, իսկ նրանց կայանների ընդհանուր դրվածքային հզորությունը մեկ տարում աճել է մոտ 220 մեգավատով, կազմելով 640.1 մեգավատ։ Եթե 2026-ին գործում էր ընդամենը 16 ինքնավար արտադրող 200 կիլովատ հզորությամբ, ապա 2024-ի վերջին նրանց թիվը հասել էր 31249-ի, 420.5 մեգավատ հզորությամբ։ Ուստի օրենքի նախագիծ է մշակվել, ըստ որի ինքնավար արևային կայան ունեցող բաժանորդների համար օրենքի ընդունումից հետո էլեկտրաէներգիայի փոխոսքերի տարեկան հաշվառումից անցում կկատարվի ամսական հաշվառման։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք որ 3, 1 տարի առաջ, 2 տարի առաջ վարկ են վերցրել կամ խնայված միջոցներով այդպես ծախսեր են արել եւ իրենց տանիքին արև են տեղադրել, մենք այդ կարգավորումը մտցնելուց առաջ անցումային դրույթ ենք սահմանելու, ժամանակահատված ենք տրամադրելու այդ մարդկանց, որոնք որ դեռ իրենց տեղակայված եւ արված ծախսի հետ գնումը չեն արել, իրենց վրա դա չի տարածվի։ Հետևաբար սոցիալական խնդիր չենք առաջացնի։ Ինքը 5 տարի թե 8 տարի է նախագծում ժամկետը սահմանված, հետադարձ ոնց որ բանկ ունենա, էլի, ու հետադարձ ուժով այդքան չի տարածվի նրանց վրա, ովքեր որ դեռ հետ գնում չեն արել։ Իսկ մարդիկ, որոնք 10 տարի առաջ են այդ արևները դրել կամ 9 տարի առաջ են դրել կամ արև կդնեն այդ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո նրանց վրա անմիջապես կազդի։ Իդեպ 2025 թվականին էլեկտրաէներգետիկական գազամատակարարման եւ ջրամատակարարման համակարգերում իրականացվել է 69 միլիարդ դրամի ներդրում։ Դրանցից 31 միլիարդ դրամը բաժին է ընկել էլեկտրաէներգետիկային, 21 միլիարդ դրամը գազամատակարարման, իսկ 17 միլիարդ դրամ ներդրում առաջին անգամ կատարվել է ջրամատակարարման համակարգում։ Ջրային ոլորտում 5.2 միլիարդ դրամ ներդրում է կատարել Veolia ջրընկերությունը, իսկ 5.5 միլիարդ դրամ ջրային կոմիտեն։ Ներդրումներն ուղղվել են սպասարկման որակի բարելավմանը, նոր սպառողների միացմանը, հաշվառման համակարգերի կատարելագործմանը եւ ենթակառուցվածքների վերականգնմանը։ Անցած տարի առաջին անգամ եռակողմ պայմանագիր հուշագիր էր ստորագրվել Veolia ջրընկերության, Veolia ջրի ֆրանսիական գլխամասի ընկերության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջև, որ այլևս վարձավճարները դրանք մոտ 11 միլիարդ դրամ են, Veolia ջուր ընկերության վարձավճարները կմնան ոլորտում եւ այդ գումարները անմիջապես կուղղվեն ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը եւ վերակառուցմանը։ Ինչ վերաբերում է սպառման շուրջ բարձրացված հարցերին, ապա Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ 7 տասնյակ ահազանգերի ստուգման արդյունքում հավելագրման դեպքեր չեն արձանագրվել։ Սպառման աճը պայմանավորված է եղել ամանորյա տոնական օրերի, բնականon բարձր սպառմամբ եւ սաստիկ ցուրտ եղանակային պայմաններով։ Անդրադառնանք այլ թեմաներին։ Երևանում կայացած UEFA-ի կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆի առաջին հանդիպումը ավարտվել է հայկական ակումբի կարևոր հաղթանակով։ Նոան հանրապետական մարզադաշտում 1-0 հաշվով առավելության է հասել նիդերլանդական Ազ Ալկմարի նկատմամբ։ Խաղի միակ գոլը 53-րդ րոպեին խփել է Հովհաննես Համբարձումյանը, ապահովելով թիմի նվազագույն, բայց արժեքավոր առավելություն պատասխան խաղից առաջ։ Հետխաղային ասուլիսում Պերկովիչը հաղթանակը բնութագրել է որպես թիմային աշխատանքի արդյունք, առանձնահատուկ ընդգծելով նաև երկրպագուների դերը։
Հայկական ակումբային ֆուտբոլը եվրոպական մրցաշարերում հերթական պատմական էջը բացեց Երևանում։ Նոան UEFA-ի կոնֆերենցիաների լիգայի 2025-2026 մրցաշրջանի անցումային փլեյօֆի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթեց նիդերլանդական Ազալքմարին, ստեղծելով կարևոր նախադրյալ պատասխան հանդիպումից առաջ։ Հետխաղային ասուլիսում Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը շնորհավորելով թիմին շեշտեց, որ հաղթանակը ոչ թե անհատների, այլև ամբողջ թիմի գրանցած արդյունքն է եւ առանձնահատուկ նշեց նաեւ երկրպագուների դերը, հանրապետականում ստեղծված մթնոլորտը գնահատելով որպես մեծ գործոն։ Պերկովիչի խոսքով Խաղի 90 եւ ավելացրած րոպեները շատ դժվար էին, բայց մենք հնարավորինս լավ էինք պատրաստվել, հավատում էինք, գիտեինք որքան լավ են մրցակիցները ու հասկանում էինք, որտեղ կարող ենք նրանց վնասել։ Խաղում միակ գոլի հեղինակը Հովհաննես Համբարձումյանն էր, որը 53-րդ րոպեին հուշկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Համբարձումյանի գոլն անտարբեր չի թողել նաև եվրոպական մամուլին։ UEFA-ի կոնֆերենցիաների լիգան առանձին անդրադարձ է կատարել Նոայի հաղթանակին, ընդգծելով, որ Համբարձումյանի շքել գոլը հաղթանակ է պարգևում Նոային առաջին խաղում։ Թիմի գլխավոր մարզիչը եւս առանձնահատուկ անդրադարձավ հենց գոլային դրվագին, նշելով, որ Համբարձումյանն արժանի էր այդ պատմական պահին։ Երկրորդ խաղակեսում Համբարձումյանը հրաշալի գոլի հեղինակ դարձավ։ Ես նրա համար շատ երջանիկ եմ։ Արժանի էր լինել առաջին հայը, որը գոլ խփեց Հայաստանի պատմության մեջ փետրվարին եվրոպական խաղում, այստեղ հանրապետական մարզադաշտում։ Պերկովիչը պարզաբանեց նաև մեկնարկային կազմում իրականացված փոփոխությունները, շեշտելով, որ ընտրությունը պայմանավորված է եղել նախասեզոնում տեսած աշխատանքով եւ խաղացողների պատրաստվածությամբ։ Իմ փիլիսոփայությունը այն է, որ մարզումը խիստ կարևոր է։ Ես հաշվի եմ առնում մարզումները եւ այդպես ընտրում մեկնարկային 11 խաղացողներին։ Հեշտ չէր ընտրությունը, որովհետեւ ավելի շատ խաղացողներ էին արժանի մեկնարկային կազմում լինել, բայց պետք էր ընտրել 11 խաղացողի։ Պատասխան հանդիպումից առաջ Նոայի գլխավոր մարզիչը խոսել է զգուշավոր, ընդգծելով, որ թիմը հաջորդ խաղը սկսելու է 0-ից։ Ծայրահեղ դժվար է լինելու խաղը կսկսենք 0-0-ի պատկերացմամբ։ Կփորձենք գտնել մեր հնարավորությունները եւ օգտագործել դրանք, բայց հաջորդ խաղի մասին ավելի ուշ կխոսենք։ Խնդրում եմ գոնե մի երեկո տվեք ինձ։ Հանդիպումից հետո իր գնահատականն է ներկայացրել նաև Ազալքմարի գլխավոր մարզիչ Լերոյ Եղտելդը, նշելով, որ իր թիմը պարտվել է մանրուքներում վերահսկողությունը կորցնելու պատճառով։ Նիդերլանդական թիմի մարզիչը հատկապես ընդգծել է պաշտպանությունից դուրս գալու խնդիրները, նշելով, որ առաջին խաղակեսում մի քանի անգամ թիմը չի կարողացել ճիշտ կազմակերպել գնդակի զարգացումը, ինչի հետևանքով Նոան ստացել է վտանգավոր պահեր։ Եղտելդը նաև շեշտել է ստանդարտների ճիշտ օգտագործման կարևորությունը, ընդգծելով, որ նման իրավիճակներում պետք է ոչ միայն փոխել խաղի ընթացքն, այլև պահպանել գնդակը, չընկնելով կրկնակի ճնշման տակ։ Թիմերի միջև վճռորոշ պատասխան հանդիպումը կկայանա Ալկմարում փետրվարի 26-ին Երևանի ժամանակով կեսգիշերին։ Իսահակյանի ծննդյան 150-ամյակի նվիրված անգլերեն-հայերեն պատկերագրքի շնորհանդեսը դարձավ մշակութային ջերմ հանդիպում, որտեղ գիրքը միավորեց անցյալն ու ներկան։ Փետրվարի 19 հայ մշակութային օրացույցում առանձնահատուկ խորհուրդ ունի։ Այն ոչ միայն հայ ազգի մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, այլև նշվում է որպես գրքի տոն, հիշեցնելով գրականության անսպառազորության, հիշողության եւ ինքնության պահպանման մասին։ Եվ հենց այս օրը հայ գրականության մեծանուն վարպետի շունչը կարծես կրկին լսվեց իր հարկի տակ։ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում ժամանակը մի պահ կանգ առավ, տեղ թողնելով տողերի հնչյուններին եւ լուսանկարների լուռ վկայությանը։ Մի պահ ընդհանուր բոլորից հետ չմնալու միտումը կար, մարդիկ ուզում էին գրքեր առնել, որպեսզի նվիրեն, պարզապես որպես նվեր։ Բայց ես երբ նկատեցի գրախանութում մարդիկ հատուկ ընտրում էին այն գիրքը, որը որ կհետաքրքրի այն մարդուն, որ պետք է նվիրեն, ես հասկացա, որ մարդիկ ուզում են արդեն կարդալ։ Կարծում եմ, որ ժամանակները նորից կվերադառնան նրան, որ մարդիկ անվերջ կկարդան եւ մենք հաճախ կտեսնենք այգիներում գրքերը ձեռքին մարդկանց։ Մենք թանգարանում էլ ստեղծել ենք այդ պայմանները, վարպետի այգում մարդիկ կարող են գալ, նստել եւ այդ լռության մեջ, խաղաղության մեջ ընթերցել, աշխատել։ Այստեղ, որտեղ յուրաքանչյուր սենյակ պահպանում է ստեղծագործ մտքի ջերմությունը, ներկայացվեց Ավետիք Իսահակյան անգլերեն-հայերեն պատկերագիրը, նվիրված Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։ Գիրքը դարձավ ոչ միայն հոբելյանական հրատարակություն, մշակութային կամուրջ անցյալից դեպի ներկա, այլև մշակութային յուրատեսակ ուխտագնացություն դեպի վարպետի աշխարհը։ Թանգարանը այդ խառնաշփոթի մեջ անցած տարվա միջոցառումներին զուգահեռ կարողացավ միահամուռ ուժերով տպագրել պատկերագիրքը, որտեղ ներառվեցին նաև լուսանկարներ, որոնք առաջին անգամ էին հանրայնացվում։ Այս գիրքը կարևոր դարձավ ոչ միայն դրա համար, որ Իսահակյանի ողջ կյանքն է պատմում իր պատկերագրությամբ,
պատկերներով, արխիվային լուսանկարներով, հուշային պատմություններով, այլև այդ պատմական ժամանակաշրջանի վավերագիրը դարձավ։ Միջոցառումը կազմակերպվել էր Թանգարան գրադարան գործակցության շրջանակում եւ նվիրված էր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դրամաշնորհով տուն թանգարանի կողմից հրապարակված Ավետիք Իսահակյան անգլերեն հայերեն պատկերագրքի շնորհանդեսի ժամանակ թանգարանի սրահում տիրում էր ջերմ ու հանդիսավոր մթնոլորտ։ Հրատարակությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հայ ընթերցողին, այլև օտարազգի գրքասերին բացահայտել Իսահակյանի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը, հարուստ լուսանկարների, արխիվային նյութերի եւ վավերագրական փաստերի ուղեկցությամբ։ Գիտենք, որ հուշատախտակը տեղադրվեց Լայպցիգում, որտեղ սովորել էր Իսահակյանը, շուտով կտեղադրվի Վենետիկում, որտեղ ապրել է Իսահակյանը, Աստված առաջ կտեղադրվի նաև Փարիզում, որտեղ ապրել էր Իսահակյանը, տարբեր լեզուներով գրքերի հրատարակությունները եւ այդ երկրներում միջոցառումների անցկացումը վկայում էին, որ մեր բանաստեղծին, մեծ մտածողին եւ հասարակական գործչին պետք է վերադարձնենք իր արժանի տեղը համաշխարհային գրականության ասպարեզում։ Ներկաներն ընդգծեցին, որ պատկերագիրքը պարզապես կենսագրական ժողովածու չէ, այն ժամանակի շունչն է, մի ամբողջ դարաշրջանի մշակութային դիմանկարը։ Յուրաքանչյուր էջ վերածվում է ճանապարհորդության, Ալեքսանդրապոլից մինչև եվրոպական քաղաքներ, ստեղծագործական վերելքներից մինչև ազգային ցավի խոհերը։ Անցած տարի ստեղծեցինք մի հրաշալի ներկայացում, Լույսի ծածկագիրը կոչվող, որը փոքրիկներին է պատմում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների մասին։ Եվ այս ներկայացման գաղափարն էլ հենց դա է, որ եթե չենք ուզում, որ գա ոգուսով, պետք է լույսը վառենք մեր գիտության, կրթության, սիրո լույսը վառենք մեր մեջ։ Ներկայացումը շատ սիրված էր եւ ասենք, որ փետրվարի ներկայացման օրերը արդեն սպառվել են, հիմա արդեն մարտի օրերն ենք դրել։ Սա խոսում է այցելության մասին, քանի որ գիտենք, որ Իսահակյանի ստեղծագործությունները հետաքրքրել են նաև Սվիրիդովին եւ Սվիրիդովը բլոգի թարգմանությամբ կարդացել է դրանք եւ գրել է մի շարք էպիկական պոեմ, որը աննախադեպ է եւ երբևէ չի բեմադրվել, դա կբեմադրվի մեր թանգարանում առաջին անգամ։ Գրքի տոնը, որի խորհուրդը գիրն ու գիտելիքն են, այս միջոցառման մեջ ստացավ նոր շունչ։ Թանգարանն այդ օրը վերածվեց կենդանի գրադարանի, որտեղ պատերը կարծես արձագանքում էին Իսահակյանի տողերին, իսկ ներկաները դառնում նրա մտքի շարունակողները։ Տպագրեցինք խաղ գրքեր, փոքրիկների համար խոսող գրքեր, ներկվող խճանկարային գրքեր տպագրեցինք, էլի շատ սիրում են փոքրիկները, գնում են։ Մարտիրոսարյանի նկարազարդումներով Աբուլալա Մահարի պոեմը անցյալ տարի հոբելյանական տարում Իսահակյանի 150-ամյակի առթիվ տպագրվեց 3 լեզվով՝ ֆրանսերեն, գերմաներեն եւ պարսկերեն։ Փետրվարի 19-ի այս հանդիպումը դարձավ հավաստում, որ գիրքը մնում է մեր ազգային ինքնության հենասյուներից մեկը, իսկ Իսահակյանի խոսքը հավերժարդիական։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։